Պարոն Ալեքսանյան, դուք օրենքի նախագիծ եք ներկայացնում, որով ուզում է բանակից ազատվել է եւ չի ուզում կրկնակի փորձաքննության անցնի, քրեական պատասխանատվության ենթարկվի։ Մենք հիշում ենք, որ Չէ, բայց ով այս պահի դերությամբ արդեն անցնում է, ում ազատվելու հետ կապված կա քրեական վարույթ, ու այդ պարագայում մենակ։ Այսինքն եթե չկա քրեական վարույթ, չեն կարելի պատահական մատը դնեն անուն ազգանվան վրա, որ ազատվել է առողջական հիմքով, ասեն այ դու գնա բանանցի։ Մենք հիշում ենք, որ դուք Նարեկ Կարապետյանի բանակից ազատվելու հարցն էիք ամիսներ առաջ քննարկման առարկա դարձրել եւ ուզում էիք, որ եւս մեկ անգամ փորձաքննության անցնի եւ դրանից հետո այս նախագիծը բերեցիք, ինչ կապ ունեն իրար հետ։ Ես հետաքրքիր մի բան ասեմ, այս նախագիծը ավելի մեծ փաթեթով օրենսդրական, դրանից շատ ավելի վաղ ներկայացված է եղել падգամավոր Հայկ Սարգսյանի կողմից, իհարկե փաթեթը մերժվել է խմբակցության կողմից, բայց փաթեթի կոնկրետ այս կտորը կոնսենսուսային էր ֆրակցիայի համար եւ ֆրակցիան կոնկրետ այս կտորը համարում էր օրակարգային ու համարում էր, որ պետք է անվան միջև է ձեր ասած ամեն ինչը։ Հիմա ձեր նշած անձնավորությունը փոքրիկ խմբակի լիդերներից մեկին խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում չսպասել ես օրենքի նախագծին, գնալ անցնել կրկնակի համար եք բերել այս նախագիծը։ Ես ասում եմ, որ սա շատ ավելի վաղուց կար եւ շատ ավելի բան է։ Բայց ինչու հենց դա առանձնացրեցիք այդ։ Որտեւ սա կոնսենսուսային կտոր էր, որի շուրջ կար միանձնի համաձայնություն, սա կարևոր խնդիր է։ Ես կարծում եմ այնտեղ այդպիսի մարդ չկա, ում համար կարելի է առանձին օրենք ընդունել, այդ քաշը ունեցող քաղաքական մարդ չկա։ Այդ քաղաքական հակառակորդին բոլորին հորդորում եմ, եթե բանակից ազատվել են ինչ-որ բժշկական թղթով, ու հիմա իրավապահները դա ստուգելու համար առաջարկում են անցնել բժշկական հետազոտություն, գնան անցնեն։ Եթե նեղվում են այդ բժշկական հետազոտությունը անցնելուց, պատրաստ եմ իրանց հետ գնալ, նույն հետազոտությունն էլ ես անցնեմ, ինչ կա։ Բժշկական հետազոտությունն է մի բան էլ անդադ հետազոտվել է։ Իր հետ այս նախագիծը որ բերել է։ Գուցեև կապ ունի, որտեղ փաստացի պարզադառնում ձեր ասածից նաև ու նաև մեր հայտնի իրողություններից, գուցե ինքն էլ ասում դրանով։ Ձեր նախկին հայտարարությունները եւ ձեր բերած օրենքի նախագիծը։ Քրեական օրենսգրքի հոդվածների մի շատ ու շատ մեծ մասով մեր ընդդիմադիր գործընկերները այս պայմանությամբ էլ ենթադրում եմ անցնում են ու դա էական իմ կարծիքով սա հարյուրավոր, եթե ոչ հազարավոր դեպքերի է վերաբերելու։ Եվ Սամվել Կարապետյանը գաղտնի պլան ունի իշխանափոխության, դուք զգուշանում եք, որ ընդդիմությունը կարող է միավորվել, մինչ այդ էլ միավորման մասին էր հայտարարել եւ իշխանափոխությունը։ Ես չգիտեմ, որ իմաստով է Սամվել Կարապետյանը օգտագործում պլան բառը, գրական, միջազգային, թե գուցե ժարգոնային, ես կարծում եմ պետք է դա իրանից ճշտել ու հետո նոր ձեր հարցին կկարողանամ անդրադառնալ, անկեղծ եմ ասում, որովհետեւ այս ելակետային տվյալներով շատ դժվար է։ Պլան բառը մի քանի իմաստներով է օգտագործում։ Հետ եմ ասում, չգիտեմ ինքը ժարգոնային իմաստով։ Ժարգոնային ինչ նկատի ունեք։ Չգիտեմ։ Ասում եմ, չգիտեմ ինչ իմաստով օգտագործում առհասարակ Սամվել Կարապետյանի խոսքերը առհասարակ Սամվել Կարապետյանի խոսքերը վերծանելը իմ համար շատ մեծ դժվարություն է ներկայացնում ու ես նաև ձեզ մեր բոլոր գործընկերներին խնդրում եմ զորավիգ լինել ինձ այդ հարցին պատասխանեք, ձեր աջակցության կարիք չունեմ։ Չէ, ես ունեմ ձեր աջակցության կարիքը, ուրախ եմ որ դուք իմը չունեք, ես ձեր աջակցության կարիքը ունեմ, խնդրում եմ ինձ աջակցել եւ օգնել վերծանել Սամվել Կարապետյանի խոսքերը, որտեղ կարծում եմ շատ դժվար է։ Պլանը ինչպես եք նախ հասկացել։ Ես իմ հասկանալ էական չի, ես պլան ասելով բնականաբար ես հասկանում եմ նախագիծ, բայց ես չգիտեմ այդ մարդը ինչ իմաստով է դա ասել, որտեղ առնվազն ինձ համար ակնհայտ է, որ այդ մարդը հայերենի ու գրական խոսքի հետ կապված հեղափոխություն է կարելի, դուք պլան չունեիք հեղափոխություն հայերենի իմացության հետ այդ մարդը լրջագույն խնդիր ունի ու ինձ դժվար է իր խոսքերը այսպես ուղղակի համապատրաստից վերլուծել ու հասկանալ։ Դուք հիմա ինչ զգուշանում եք, մտավախություն ունեք, որ Քոչարյանն էլ հայտարարեց, որ պատրաստ է միանալ Սամվել Կարապետյանի առաջարկած այդ կոնսուլանին հետընտրական ընդդիմադիր կոալիցիային։ Ես կարծում եմ դա շատ ծիծաղելի մի բան է լինելու։ Ինչի՞։ Դե կլինի կտեսնենք։ Դուք եք նախկինում ընդդիմադիր դաշինքներում եղել, այսինքն ծիծաղելի է ընդդիմադիր դաշինք։ Կոնկրետ ընդդիմադիր դաշինքներ են ծիծաղել։ Ինչի՞, օրինակ ինչով է ծիծաղելի։ Դե որտեվ երբ որ ընդդիմադիր դաշինքի հիմնական գաղափարախոսությունը թալանի պաշտպանությունն է ու կամ թալանի պաշտպանությունն է ու կամ
ընտրակաշարքի գործերով բռնված իրենց թիմակիցների պաշտպանությունը դա արդեն իսկ ծիծաղելի է։ Դա նման չի ընդհանրապես այն ընդդիմադիր գործունեությանը, որ մենք ենք ծավալել, որը մեր թիմն է ծավալել։ Դուք սպասում եք փողոցում զարգացումների հակաիշխանական ցույցերի սահմանադրության շրջանում բան լինի, որովհետև այս մարդկանց ու իրանց ընտրած 100,000-ավոր քաղաքացիների մեծ մասի պայմանը եղել է գումարի դիմաց 10 րոպեանոց գործողություն ընդամենը քվեարկություն։ Տեսել եք դուք։ Դե բոլոր այդ ձայնագրությունները եւ բանը դրա մասին։ Դատանի վճիռ կա։ Դատանի վճիռն ինչ կապ ունի, երբ որ ակնհայտ փաստ կա։ Այդ ձայնագրությունները ակնհայտ փաստ են։ Չեն ասում։ Ինչ։ Անձը անմեղ է, քանի դեռ դատարանով չի ապացուցվել իր հայտնի։ Շատ բան են ասում, բայց երբ որ օրինակ տեսախցիկով տեսնում եք, թե տեսանյութով տեսնում եք, որ ինչպես է մեկը մյուսին սպանում, ձեր համար ակնհայտ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն եւ կա մարդասպան։ Ինչքան էլ որ կա եք համարում ընտրակաշարքը, անհերքելի եք համարում։ Այո, կատարելապես, այսինքն բոլորն են։ Դուք դիմեցիք հա սահմանադրական դատարան։ Դա այդ հարցերը խնդրում եմ մեր իրավաբաններին։ Քաղաքական չէ, քաղաքական առումով չպետք է դիմել։ Չէ, չպետք է դիմել սահմանադրական դատարան, նորից եմ ասում, որովհետև պետք է իրավական կարգավորումներով։ Չէ, դուք ասում եք մեծամասնությունը։ Ասում եմ, որ իրավական կարգավորումներով մեր խնդիրը ուրիշ է, ես անձամբ։ Դուք ձեր մեծամասնությունը ապահովեցիք, հա, մնացածը ոնց ուզում եք ձևավորել։ Որպես խնդիր մեր առաջ ուրիշ բան եմ տեսնում։ Ես մեր առաջ հիմնական խնդիրը տեսնում շատ ագրեսիվ, շատ տեմպով, շատ պրոակտիվ կերպով իրավական լուծումներ տալ, մաքսիմալ բարդացնել հետագա ընտրակաշարքի բաժանումը, հետագա բոլոր ընտրություններում առհասարակ սահմանափակել բոլոր ընտրակաշարատու սրիկաների մանևրելու տարածքը ու նրանց մղել անկյուն, հետո էլ տանել իրենց համապատասխան կեցավայրը, այնա կալանավայր։ Պարոն Ալեքսանյան, ձեր խոսույթից ձեր թիմակիցների արդեն բարձ է դառնում, որ դուք ԱԺ-ն առաջիկա 5 տարվա ընթացքում սարքելու եք դուրու դմփոցի հարթակ, համաձայն չեմ։ Ռինգ, որովհետև ասում եք հլարեք, կտեսնենք ինչ կանենք ձեր։ Դուք օրինակ ասում եք կտանեմ ճակատին ինչ-որ բան կկպցնեմ։ Են մեկ ասում է հլարեք տենեմ դուք ունեք։ Այսինքն դուք պետք է այնտեղ օրենքի նախագիծ քննարկեք։ Օրինակ երկու օրենքի նախագիծ եմ ներկայացրել։ Ընդհանրապես դեմ չեմ, բնականաբար դա պետք է անենք, բայց ընտրակաշարատուների մասին հանրային ծանոթությունը մեր քաղաքացիներին դա եւս կարևոր գործ է եւ այո Ռոբերտ Քոչյանի եթե եկավ ազգային ժողով նրա ճակատին բան է փակցվել։ Ֆիզիկապես նկատի ունեք։ Տարբեր կերպ նկատի ունենք։ Ինչպես օրինակ պատմեք էլի, ահա Քոչարյանն է նստել է ձեր գործողությունները։ Այդքան պատմելու բան չի, որքան դա վիզուալիզացիա։ Այսինքն վերցնելու եք ինչ-որ առարկա մոտենակ դեպի Քոչարյանը։ Ես նկատի ունեմ, երբ որ այդ ամեն ինչը տեղի կունենա, դուք ինքներդ դրան հետևելու գործընթաց կունենաք։ Քոչարյանն եք ասում, որտեղ վստահ եք, որ մանդատ վերցնող չի։ Ինչի՞։ Դե ուրիշ անուն։ Վստահ եք։ Ինքը մշտապես ասել է, որ խորհրդարանը իմ տեղը չի։ Դա ասել է այն ժամանակ, երբ որ իր քրեական գործերը այն փուլերում չեն գտնվել, որոնք որ գտնվում են հիմա։ Նա էլ իր բնույթով, ինչքան ես եմ հասկացել, առնվազն տեսանելի է, որ նա լուրջ վախեր ունի։ Բայց լավ է, չէ՞ որ Քոչարյանը քաղաքական դաշտում էր 3 թե 4 ընտրություն ընտրվեցիք։ Գնացեք համոզեք։ 3 թե 4 ընտրություն ընտրվեցիք Քոչարյանի անունը տալով։ Գնացեք համոզեք, թող դուրս գա քաղաքական դաշտից, տեսնենք կընտրվենք թե չի։ 3-4 ընտրություն դուք ընտրվեցիք։ Քոչարյանով ընտրվեցիք։ Չէ, կներեք, բայց այս քարոզարշավի ժամանակ երևի ամենակիչ Քոչյանին են անդրադարձել, բացառապես այն դեպքեր, երբ ստիպված ենք եղել իր մականունը որպես պիտակ տալ նրան հենց։ Պարոն Ալեքսանյան, դուք այս 8 տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ խոստումներ եք տվել, որ պետք է մեղավորները պատժվեն, բայց չեք արել։ Ինչի՞։ Հիմա անելու ենք վերջապես։ Ուրախ չեք։ Չէ, ինչ ոնց վստահ լինի ժողովուրդը, որ վստահ չլինի։ Չէ, արդեն 4 ընտրություն ընտրվել եւ չեք արել։ Թող վստահ լինի, անելու ենք ու դուք էլ կհետևեք։ 4.5 տարի հետո դուք էլ այդ նույն խոստումը տալով չեք մասնակցելու քարոզարշավին։ Սեղմեք պաուզա, էլի, որ այնքան կօգնած կլինեք, եթե վերջացնենք։ Ինչու է այս տարիների ընթացքում ձեր ասած մարդիկ չհայտնվեցին ճահերի հետևում։ Թե ձեզ պետք է որ քարոզարշավին բան ունենայիք։ Չէ, քարոզարշավին թեմա ունենայիք, խոսեիք։ Թեման մենք միշտ ունենք, մենք պատրաստ ենք քարոզարշավին ընդհանրապես ընդդիմությունից չխոսենք, եթե լինի այլ տեսակի ընդդիմություն, այլ խոսենք մեր արած աշխատանքից, որը ահռելի է մեր կատարած աշխատանքը, որից մենք կարանք մենակ մի ամբողջ կառավարման շրջան 5 տարի մենակ խոսանք նախորդ 5 տարում կատարվածից։ Բայց դուք ձեզ ըստ էության ձեռք հատալիս ես տպավորություն է, որ պայմանավորվածություն կա։ Եթե ձեզ թվում է, որ մենք շատ ուժեղ ենք
գործող ընդդիմության ֆոնին ես դեմ չեմ ձեր ասած մտքի հետ։ Գնացեք համոզեք, թող այս Չէ, ընդդիմությունը խոստովանել եք, բայց Նիկոլ Փաշինյանն ասում է բան է, երկինքից թափված Այո, մանանա է համաձայն եմ ասում, այս ընդդիմության- Դուք միշտ ուզում եք, դուք իրենց Ոչ, ձեռք չենք չեք տալիս, ուզում։ քաղաքականապես Պարոն իրենց չեք Պարոն մաքրում դաշտից։ Բայց ոնց մաքրում։ Որ միշտ Ինչա բան է։ նշանակում մաքրում։ Այսքան օրենսդրական նախագիծ ենք բերում, այսքան սահմանափակում ենք, այսքան բան ենք անում։ Ոնց չենք մաքրում։ Չէ, որ դուք չեք Հիմա օրինակ գիտակցում, որ եթե հիմա քննարկում ենք, հիմա լրջորեն քննարկում ուժ, ենք, որը հիմա լրջորեն որին չեք կարող քննարկում ասել ենք Մարտասպան, Թալանչի, եկար մի սվիտերով օրինակ եկար մի հատ հարստացած, այդպիսի ուժի օրինակ բերեք, էլի։ հա, դրա համար միշտ թողում եք Մի հատ որ օրինակ իրենք բերեք մնան։ այդպիսի Դե ուժի։ քաղաքական դաշտում լիքը նորաստեղծ ուժեր Օրինակ, կան։ հա ուր են այդ ուժերը։ Արման Թաթոյանի ուժը, Արման Թաթոյանի ուժը նրանց պոչն է, պարոն Գուրգեն Կիրակոսյան։ Սիմոնյանի ուժը, Շատ լավ, մենք դեմ չենք այդ ուժերը թող գնան, ձայն հավաքեն, պետք չի մեզանից ակնկալել, որ մենք պետք է մեր համար քաղաքական դաշտը ընդդիմություն որպես նշանակենք։ իշխանություն պետք է առողջացնեիք, չէ՞ որ այդ նորաստեղծ Առողջացնում ուժերը ենք։ Մենք բոլորին մեր դեմ են, կներեք, բայց չէ, կներեք, նախ այդ ձեր նշած ուժերը, էլի, 1000 ներողություն, դուք կանոններ տվեցիք կոնկրետ ուժերի։ հա, Թաթոյանը որպես պոչ դնենք մի կողմ, բայց այնտեղ նաև կան էլի ուժեր, որոնց անունը չտվեցիք եւ այլն եւ այլն։ Այդ բոլոր ուժերը, Հայկ Մարությանի ուժը, երբ որ գալիս են ու մասնակցում են ընտրությունների ու փորձում են մեր ու այս սրիկաների մեջ հավասարության նշան դնել, կներեք, դա իմ համար շատ ցուցիչ է, որ այս ուժերը նրանց շարունակությունն են։ Չի կարա առողջ քաղաքական բովանդակություն ունեցող քաղաքական ուժը գա քաղաքական ասպարեզ ու ասի, գիտեք ինչ, իմ համար մեկը ԿՊ-ն ու Քոչարյանը, ԿՊ-ն ու Սամվել Կարապետյանը։ Դա աննորմալ է։ Ու այդ ուժերը դրա համար են նաև այդ օրին են, որին որ են։ Դրա համար է որ այդ ուժերը այդ օրին են, որտեղ մարդիկ հասկանում են, որ այդ արտահայտությունը ինքնին ու այդ մոտեցումը ինքնին ֆարշ է։ Ֆալշ է այդ արտահայտությունը։ Այսքանը պարոն Կիրակոսյան, եթե շնորհակալություն։ դել չեք ուզում խուսափում եք անհարմար հարցերից, եթե անհարմար հարցերից խուսափում եք, շատ լավ, այլ հարցեր չեմ տա։